Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 10։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Առաջին Հովհաննես 4:19 խոսք։ Եկեք շնորհակալ լինենք Աստծուն խաչված փրկչի համար։ Երկնքում կամ երկրի վրա ոչ մի հրաշք այդքան զարմանալի չէ, որքան այդ փաստը։ Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ իր վեհությամբ։ Ամբողջ սերն ու երախտագիտությունը պատկանում է Աստծուն, ով մեզ տվեց իր որդուն ոչ միայն ապրելու, այլև մեզ համար մեռնելու, այդքան ամոթալի, այդքան դատապարտված, այդքան ցավոտ մահով, որպեսզի մենք կարողանանք վեր ստանալ մեր կորցրած երջանկությունը։ Ամբողջ սերն ու երախտագիտությունը պատկանում է Քրիստոսին, ով ոչ միայն մեզ համար թանկին վճարեց որպես գրավ, այլև իր հոգին մահվան մատնեց մեզ կյանքի կոչելու համար և համարվեց մեղավորների շարքում, որպեսզի մենք տեղ գտնենք օրհնյալների շարքում։ Մեր հանցանքները արժանի էին մեր տառապանքներին, բայց նրա ողորմածությունը ստիպեց նրան տառապել մեզ համար։ Մեզ համար նա արյուն թափեց, մեզ համար նա մենակ տրորեց գինու հնձանը, մեզ համար նա մեղմացրեց աստվածային արդարադատության խստությունը, մեզ համար, ովքեր ոչ միայն դժբախտ, այլև մեղավոր արարածներ էինք, ավելի շատ ճնշված ատելության արժանի մեղքերով, քան կարեկցանքի արժանի դժբախտություններով։ Նա սիրով խաչվեց մեզ համար, նա ով իր զոհաբերությամբ արժանի էր ոչ թե մահվան, այլ կյանք տալու, և դրանով մեզ վրա դրեց ամենամեծ պարտավորությունը, մինչդեռ մենք նրա վրա էինք դրել ամենամեծ հանցանքները։ Այդ մահն է մեր բոլոր բարիքների հիմքը, ինչ որ մենք ունենք, այն խաչի պտուղն է։ Ոչինչ այդքան հստակ չի վկայում նրա սիրո մասին, որքան նրա խաչը։ Նրա կյանքի ընթացքում կատարած հրաշքներն ու բժշկությունները ոչինչ էին նրա մահվան բարության համեմատությամբ, որովհետև այնտեղ նա կամեցավ իր պատժի մեջ համարվել նույնիսկ մարդասպաններից ավելի վատ, որպեսզի այդ կերպով իրականացնի մեր ազատագրությունը։